Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է իր անձը համեմատել ու նույնացնել պատմական տարբեր կերպարների հետ, ընդհուպ Հիսուս Քրիստոսը։ Սակայն պատմական այն անձը չասեմ միակը, բայց այն անձը, որի հետ Նիկոլ Փաշինյանը իրոք ունի նմանություն, հռոմեացի զորավար Լուցիոս Լուկուլոսն է։ Զորավարը հայտնի որկրամոլ էր։ Պատմիչները պատմում են, որ նա խնջույքների ժամանակ ուտում էր այնքան, որ երբ հասկանում էր, որ այլևս չի կարողանում ուտել, փսխում էր, որպեսզի ստամոքսում տեղ ազատվի եւ կարողանա շարունակել ուտելը։ Պլուտարքոսը պատմում է մի դրվագի մասին, որ երբ Լուկուլոսին հարցնում են, թե այսօր ում հետ է ճաշելու, նա պատասխանում է ինքն իր հետ, ասելով, որ այսօր Լուկուլոսը ճաշում է Լուկուլոսի հետ։ Հաջորդ նմանությունը նրա հետ այն է, որ նախքան Պոմպեոսի Հայաստան արշավելը, հռոմեական լեգիոնների գլուխն անցած Հայաստան եկավ Լուկուլոսը, սակայն պարտվեց Տիգրան Մեծին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը պատմականորեն պարտվել է հայ ժողովրդին։ Այո, հարգելի հետևորդներ, նա պարտվել է հայ ժողովրդին ու ինքը շատ լավ գիտի այդ մասին։ Որքան էլ նա փորձի արժեզրկել մեր ձեռքբերումները, արժեզրկել մեր հաղթանակները, ուրանալ մեր ազգային արժեքները, սակայն ինքը շատ լավ գիտակցում է, որ պատմության մեջ իր անունը մնալու է, գրվելու է սևով։ Այսինքն էլի եմ ուզում շեշտել, որ ինչպես Լուկուլոսը պարտվեց Տիգրան Մեծին, այդպես էլ Նիկոլ Փաշինյանը պարտվել է հայ ժողովրդին։ Սերունդները երբեք չեն ների նրան, ով տվեց 5000 զոհ ու կրեց նվաստացուցիչ պարտություն։ Այո, նվաստացուցիչ, ու հենց ինքն է այդ նվաստացուցիչ պարտությունը կրել, եւ ոչ հայկական պետությունը կամ հայ ժողովուրդը։ Թշնամին Նիկոլ Փաշինյանին է վիրավորել, Նիկոլ Փաշինյանին է ստորացրել եւ նվաստացրել, այլ ոչ հայ ժողովրդին։ Ալիևը Նիկոլ Փաշինյանին է անվանել հարբեցող ծաղրածու եւ ոչ հայ ժողովրդին։ Սերունդները, հարգելի հետևորդներ, երբեք չեն ների նրան, ով Ադրբեջանին նվիրեց Արցախը, ով նպաստեց Արցախի ամբողջական հայաթափմանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, այո, նպաստեց Արցախի հայաթափմանը, ինչի համար էլ Ալիևի կողմից արժանացավ գովեստի խոսքերի։ Երբ Արցախը գտնվում էր ամբողջական շրջափակման մեջ, ու երբ Ադրբեջանը դիմեց երկրորդ լայնածավալ հարձակմանը ու ներխուժեց Ստեփանակերտ, Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանի Հանրապետության ղեկավարն էր, իսկ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորը, մատը մատին չխփեց կանխելու հազարամյակներով հայերով բնակեցված Արցախի հայաթափմանը եւ արժանացավ Ալիևի գովեստին։ Ալիևը բաց տեքստով հայտարարեց, որ իրենք բարձր են գնահատում Հայաստանի իշխանությունների գործունեությունը այդ ժամանակահատվածում։ Սերունդները երբեք չեն ների նրան, ով մոռացավ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին։ Սերունդները երբեք չեն ների նրան, ով Ադրբեջանին հանձնեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները, նախօրոք դրանք հռչակելով ադրբեջանական։ Սերունդները երբեք չեն ների նրան, ով ուրացավ ազգային արժեքները, ով ուրացավ հայոց ցեղասպանությունը, ով ուրացավ Արարատ լեռը, ով ուրացավ արևմտյան Հայաստանը, ով փորձեց ջնջել մեր պատմական հիշողությունը, ով ստեղծեց կեղծ հակադրություն պատմական ու իրական Հայաստանների միջև ու արժեզրկեց պատմականը։ Սերունդները երբեք չեն ների նրան,
ով Մեսրոպ Մաշտոցին հռչակեց կարիերիստ։ Սերունդները այո չեն ների եւ Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ գիտի։ Հետևաբար նրա այսօրվա հայտարարությունները ուղղված են ոչ թե սերունդներին, այլ մեզ, այսօրվա ապրողներից եւ ուղղված է հենց ինքն իրեն։ Լուկոլոսի տրամաբանությամբ Փաշինյանը դիմում է Փաշինյանին։ Իսկ ինչու է իրականում անհրաժեշտություն առաջացել ինքն իրեն դիմելու։ Նիկոլ Փաշինյանը պարզապես այլ ընտրանք չունի։ Նա կամ պետք է խոստովանի, որ ինքն է պարտության հեղինակը, ինքն է Արցախը հանձնել Ադրբեջանին, որովհետև ես չեմ կարծում, որ նա իրոք մտածում է, որ Արցախը միշտ եղել է ադրբեջանական ու երբեք մերը չի եղել։ Պարզապես եթե Նիկոլ Փաշինյանը այդ ամենը խոստովանի, նա պատմության մեջ մնալու է որպես հայրենադավ, նա այդպես էլ մնալու է որպես հայրենադավ, սակայն նա չի ցանկանում այդ բանը ինքն իրեն խոստովանել, հետևաբար նա այլ ընտրանք չունի, քան արժեզրկել մեր բոլոր ձեռքբերումները ու արժեզրկել մեր հաղթանակները, արժեզրկելով դրանք Նիկոլ Փաշինյանը արդարացնում է ինքն իրեն, երբ նա հայտարարում է, որ Արցախը երբեք մերը չի եղել, դա ինքնաարդարացում է, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կորցնելով Արցախը մենք գտանք Հայաստանը, դա հաղթանակի պատրանք ստեղծելն է, երբ Նիկոլ Փաշինյանը հակադրում է պատմական ու իրական Հայաստանները, երբ փորձում է այդ ամենը ներկայացնել չակերտավոր ռացիոնալության տեսանկյունից, ապա դրանով փորձում է քողարկել թուրք-ադրբեջանական պարտադրանքի կատարումը։ Այո, հարգելի հետևորդներ, որովհետև իրականում ծանր է ապրելը այն գիտակցությամբ, որ դու ազգակործան ես, որ դու պետականակործան ես, որ դու հայրենադավ ես։ Նիկոլ Փաշինյանը ստիպված անկասելի անկում է ապրում։ Նիկոլ Փաշինյանի ընթացքը, այո, նկատի ունեմ անկման ընթացքը անկասելի է, որովհետև միայն մինչև վերջ արժեզրկելով, մինչև վերջ ամեն ինչ մոռացության մատնելով, նա կարող է արդարանալ ինքն իր աչքում, նա կարող է այսօրվա ապրողներիս համար պատրանք ստեղծել, թե իբր ինքը հաղթել է, թե իբր ինքը գտել է Հայաստանը, թե իբր ինքը Հայաստանի զարգացման գրավականն է, թե իբր ինքը բարեկեցության բարեկեցիկ կյանքի գրավականն է։ Երբ նա հայտարարում է, որ ապագան այսօր է, դրանով նա փորձում է մոռացության մատնել, որ իրական ապագան, որը վաղը գալու է, իր անունը սևով է դաջելու պատմության էջերում։ Նա խուսափում է այդ ապագայի աչքերին ուղիղ նայելուց, նա խուսափում է սերունդների առջև պատասխանատվություն կրելուց։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ ինքը պատմության մեջ մնալու է այն ղեկավարը, որի օրոք Հայաստանը կորցրեց, մենք հայերս կորցրեցինք մեր հայրենիքի մի ահռելի հատված։ Այն, որ նա հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը թակարդ էր Հայաստանի համար, ես չեմ գտնում, որ նա իրականում այդպես է մտածում, որովհետև երբ որ նայում ես նրա անցյալի ելույթները, նա հպարտանում էր Արցախով, հպարտանում էր մեր հաղթանակներով, Շուշին համարում էր կարևորագույն ձեռքբերում։ Ահա այդ Նիկոլ Փաշինյանը, ավելի շուտ այսօրվա Նիկոլ Փաշինյանը կռվում է այդ Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև այսօրվա Նիկոլ Փաշինյանը ավիրեց, հանձնեց, ոչնչացրեց այն ամենը, որով նախկին Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր։ Ծանր է ապրել այդ գիտակցությամբ։ Յուրաքանչյուր, չասեմ լավ յուրաքանչյուր, բայց պատմության մեջ բազմաթիվ են դեպքեր, երբ պետությունը ոչնչացրած, խայտառակ պարտություն կրած մարդիկ ինքնասպան են եղել, խոսքս ղեկավարների մասին է։ Իհարկե, ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ինքնասպան լինի, քավ լիցի, ես որևէ մեկի մահը չեմ ցանկանում, սակայն որպեսի մարդը չգա այն գիտակցմանը,
որ ինքը ազգավեր է, որ ինքը պետականավեր է, այսինքն ավիրել է պետությունն ու ավիրել է մեր ազգային արժեքներն ու ձեռքբերումները, նրան պետք են ինքնամխիթարանքներ։ Նրանք, որոնք ինքնասպան են եղել, նրանք չեն դիմել ինքնամխիթարանքի, նրանք գիտակցել են իրենց արած ողջ արհավիրքը։ Ես էլ եմ ուզում հերթական անգամ շեշտել, ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանը ինքնասպան լինի, ես ոչ մեկի, այդ թվում Նիկոլ Փաշինյանի մահը չեմ ցանկանում, ես պարզապես փաստում եմ այն հանգամանքը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը այսօր մեր բոլոր ձեռքբերումները նախկինում, մեր բոլոր հաղթանակները արժեզրկում, որովհետև նա այլընտրանք պարզապես չունի։ Սակայն, ինչպես Արթուր Մեսչյանն էր ասում իր հայտնի երգերից մեկում, ուր պետք է փախչես ինքդ քեզանից։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։